Ամեն անգամ գերբնական զարմանք ես ապրում, երբ որ ինչ-որ հանրապետական խոսում է ընտրակեղծարարությունից, կարողանալով զսպել ծիծաղը։ Եվ երևի դա նրանից է, որ հույս ունեն, որ անցած ընտրություններին կարող էին ընտրություններին մասնակցել նրանք, ովքեր ծնվել են 2003-ից հետո, եւ օրինակ 2008-ի ողբերգության եղել են 5 տարեկան։ Հիմա ընտրություններին կարողանալու են մասնակցել նրանք, ովքեր ծնվել են 2008-ից հետո։ Եվ իրանց հույսն է, որ այս ընտրողները չեն լսի, չեն իմանա ինչա տեղի ունեցել 2003-ին, 2008-ին, 2012-ին, 2017-ին եւ այսպես շարունակ, բայց սրա մասին չի խոսքը։ Այսօր այս ամբիոնում զավեշտալի զուգադիպությամբ տեղի ունեցավ ՄԱՍ կուսակցության ծնունդը եւ հանրապետական կուսակցության քաղաքական մահը։ Լավ, շանս ունենաս մտնել առանց հաղթահարելու անցողիկ շեմը, մտնել ազգային ժողով ու 5 տարի ունենաս, որ այդ շանսը վերածես քաղաքական կապիտալի, ու այդ 5 տարին ծախսես խոսելուց իմպիչմենտից, որ հետո դա այսօր ավարտվի, այստեղ դրա անժամկետության մասին հայտարարելուց ու ընտրություններից հետո անցկացնելու հնարավորությունից։ 5 տարի ժամկետ ունենաս քո բախտը օգտագործելու, վերածելու քաղաքական կապիտալի ու ամբողջ 5 տարին ծախսես նրա վրա, որ վերջում կարողանաս այս ամբիոնից Դավիթ Համբարձումյանին հայտարարել քաղաքալաձյալ։ Այն էլի զարմանալի տենց դեմքի առանց միմիկան փոխելու եւ այո պետք է արձանագրել, որ հանրապետական կուսակցությունը ոչ միայն չկարողացավ որևիցե կապիտալ կուտակել, այլ հասավ այն օրի, որ այսօր փորձում է արդեն թաքնվել միասնության թևեր կոչվող ինչ-որ կուսակցության հետևում ու թաքուն տենց մյուս ընտրություններին փորձել էլի սողոսկել ազգային ժողով։ Եվ այո պետք է արձանագրել, որ հանրապետական կուսակցության ստացած շանսի եւ այդ 5 տարիների արդյունքում իրականում իրենցից պատմություն մեջ կմնա զավեշտի վերածված իմպիչմենտը եւ իհարկե Աննա Մկարչյանի ելույթները որպես դասագրքային տիպիկ օրինակ, ինչպես պետք չի ընդհանրապես ելույթ ունենալ։ Շնորհակալ եմ։